Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ, այս ձևաչափով և այս հարթակում հանդիպելու ենք պարբերաբար ամփոփելու ենք օրվա անցուդարձը ուշադրության կենտրոնում պահելով հատկապես այն թեմաները, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են վերաբերել Արցախին կամ կարող են հետաքրքրել Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս նախագիծը հիշեցնեմ, որ որևէ մեկի պատվերը չէ, այնպես որ կայուն ֆինանսավորում չունի և եթե որևէ մեկը ցանկանա ինչ-որ կերպ աջակցել այս նախագծին, կընդունենք շնորհակալությամբ, իսկ այս փուլում աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես սկսենք հենց Արցախին վերաբերող թեմաներից։ Սոցցանցերում Արցախին վերաբերող և արցախցիներին վերաբերող ամենաքննարկված հարցը վերաբերում էր այսօր Անուշ Ղավալյանին։ Խնդիրը առնչվում էր բնակարանային ծրագրի հետ կապված փաստաթղթերի հավաքմանը, այնպես որ Անուշի վիճակում կարող էր հայտնվել բռնատեղահանվածներից յուրաքանչյուրը, դեռ ավելին, Անուշի դեպքում գործ ունենք պետական կառույցներում և հասարակական հատվածում աշխատանքի բավական փորձ, բնականաբար նաև փաստաթղթերի հետ աշխատելու մեծ փորձ ունեցող անձի հետ, և եթե նման անձը Հայաստանում 5-6 ինստանցիայի դիմելուց և մոտ 2 տարի չարչարվելուց հետո որոշել է արդարության հասնել միջազգային դատարանում, ուրեմն խնդիր իսկապես կա։ Սա չեմ ասում չարախնդալով, պարզապես սա մեր իրականության մի մասն է, գուցե շատ տգեղ, բայց մեր։ Արդյոք նման վիճակ ստեղծողները և Հայաստանից և Արցախից երբևէ պատասխան կտան։ Անկեղծ ասած հույս չունեմ, համենայն դեպս մինչև այսօր նման փորձ չենք ունեցել։ Այնպես որ Անուշին իր գործերում հաջողություն, իսկ նրա պես փաստաթղթային խնդիրներում խճճված մեր հազարավոր բռնատեղահանվածներին համբերություն։ Ուժ ու համբերություն Բաքվում գտնվող հայ գերիների հարազատներին։ Հայ գերիներին հիշել են Փարիզում, Ֆրանսիայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, հայտնում է ՀՅԴ բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Բանաձևը, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաները ընդունել են միաձայն։ Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում, գրել է Փափազյանը։ Ասել, թե դա Բաքվում գտնվող գերիների վիճակի կամ ֆրանսիա-ադրբեջանական քաղաքական և տնտեսական կապերի վրա մեծ ազդեցություն կունենա, իրատեսական չի լինի, բայց բարի կամքի համար մեր ֆրանսիացի բարեկամներին երախտագիտություն չհայտնելն էլ ճիշտ չի լինի։ Այնպես որ շնորհակալություն Ֆրանսիա։ Գերիների թեման այսօր չի քննարկվել Աբու Դաբիում, այնտեղ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակությունների հանդիպումը Փաշինյանի և Ալիևի գլխավորությամբ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմն էլ բնականաբար ներկայացել էր գրեթե հայելային կազմով՝ փոխվարչապետ, արտգործնախարար և այսպես շարունակ։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով։ Ինչ հարցեր են քննարկվել Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, մանրամասները հրապարակել Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ըստ այդմ կողմերը ողջունել են Վաշինգտոնյան գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմաղման կարևորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են թրիփի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Սա ամենահետաքրքիր կետերից մեկն է։
որի փակագծերը կարծում եմ կբացվեն առաջիկայում։ Փակագծեր է բացում Կարո Փալյանը, Թրամփի վարչակազմը կարող է դրդել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանին ստորագրել խաղաղության համաձայնագիրը մինչև հունիսյան ընտրությունները, ստեղծելով քաղաքական տարածք Թուրքիայի համար, որպեսզի Թուրքիան բացի իր սահմանը, գրել է Կարո Փալյանը, ըստ էության նկատի ունենալով Հայաստան-Թուրքիա փակ սահմանը, որը փակ է ըստ էության Թուրքիայի նախաձեռնությամբ, թե որքանով կանդրադառնան Փալյանի կանխատեսումները, կտեսնենք առաջիկա ամիսներին։ Առաջիկա ամիսների անելիքների մասին խոսել է նաև Հայաստանի արդարադատության նախարարը 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Սրփուհի Գալյանին ուղղված հարցերից մեկը սահմանադրության նոր տեքստին էր վերաբերում։ Մարտին այն պատրաստ կլինի, ասել է նախարարը։ Տեքստը պատրաստ կլինի այս տարի մարտ ամսին, եւ մենք պետք է արդեն սկսենք մեր իրազեկման արշավը հիմիկվանից ըստ էության, որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել, ընդունվել են այլևս խորհրդի կողմից եւ մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին խոսքը։ Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեն է, ուղղակի ընդունվել չի կարող, այսինքն վերջնական խոսքը պատկանել է ժողովրդին եւ ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը կողմ կամ դեմ քվեարկելով սահմանադրության նոր տեքստի ընդունմանը։ Սրփուհի Գալյանը նաև Թուրքիային վերաբերող թեմայի անդրադարձել, նա մանրամասնել է, թե ինչ պայմաններով են փոխանցվել Արցախում գերի վերցված եւ Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող սիրիացի վարձկանները։ Ես ուզում եմ նշել, որ այդ անձին փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, եւ հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է process-ը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Եվ դա արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելու։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Հիշեցնեմ, որ խոսքը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գերի ընկած երկու վարձկանների մասին է, նրանք Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել էին ՑՄԱՀ ազատազրկման, հայկական կողմը նրանց Սիրիային է փոխանցել Թուրքիայի միջոցով, ասենք այսպես, ով նրանց տարածաշրջան էր բերել, նրա միջոցով էլ վարձկաններին տուն ուղարկեցին։ Ալեն Սիմոնյանը փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Խորհրդարանի նախագահին կարծես թուղթուգիր են արել, պարբերաբար դժգոհություն է հայտնում Ռուսաստանի քաղաքականության առթիվ, երբեմն էլ մեղադրում ու պարբերաբար էլ Ռուսաստան մեկնում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ Այս անգամ էլ բացառություն չի լինի, այլ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ դեռ չկան, բայց այ արտգործնախարարի հետ հանդիպման մասին արդեն տեղեկություն է տարածել Մարիա Զախարովան։ Լավրով-Սիմոնյան հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին, զրույցի թեման էլ Սիմոնյանի նախընտրած ոլորտից կլինի, կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային հարցեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի եւ Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում եւ այս ոլորտում երկխոսությանը։ Երկխոսության յուրահատուկ ոճ են ընտրել Թեհրանն ու Վաշինգտոնը, ԱՄՆ զինվորականները խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որն ագրեսիվ կերպով
մոտեցել էր Արաբական ծովում գտնվող Աբրահամ Լինկոլն ավիակիրին։ Թեհրանից չհերքեցին, որ կորցրել են անօդաչու, բայց նշեցին, որ մինչև խոցվելը անօդաչուն հասցրել էր կատարել իր մարտական խնդիրը։ Ինչպես ասում են, այստեղ դեռ շատ անհասկանալի կետեր կան։ Ամեն դեպքում միջադեպը տեղի ունեցել երեքշաբթի օրը, այն ժամանակ, երբ դիվանագետները փորձում են կազմակերպել միջուկային բանակցություններ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև, սակայն բանակցությունների շուրջ քննարկումները այս միջադեպից հետո չեն դադարել եւ նույնիսկ արդեն որոշակի արդյունքներ կան, այնպես որ ԱՄՆ-Իրան բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը առաջիկա օրերին անհավանական չի համարվում։ Փետրվարի 4-ի ուրախ տրամադրությունն ապահովել են հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները թե իշխանությունից եւ թե ընդդիմությունից։ Բագրատ Սրբազանի եւ Ռոբերտ Քոչարյանի հավաքներն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը խանգարում են աղքատության ցուցանիշը նվազեցնելուն։ Ըստ լրատվամիջոցների նման հայտարարություն է արել Արսեն Թորոսյանը։ Սա, կարծում եմ, նոր խոսք է տնտեսագիտության մեջ, որը հասարակ մահկանացուներին այնքան էլ հասկանալի չէ, մեղմ ասած։ Սամվել Կարապետյան 34%, Նիկոլ Փաշինյան 33%։ Սա այսօր ստացված հարցման վերջնարդյունքներն են, այս մասին էլ գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, մանրամասնելով, որ հարցը եղել է ում կընտրեիք, եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև։ Իսկ կարող ենք գոնե կասկածել մի փոքր, որ հարցում իրականացվել է մեր ձևովի կամ նրան համակրողների պատվերով, կամ նույնիսկ ենթադրենք ավելի վատը՝ ֆինանսավորմամբ։ Այդ դեպքում ինչու են թվերը այդքան համեստ, մինչև 100% բարձրացնելու տեղ դեռ կա։ Այսպիսին էր 2026 թվականի հերթական օրը փետրվարի 4-ը։ Սպասենք նոր զարգացումների, տարին դեռ նոր է սկսում, բայց արդեն խոստանում է բավական հետաքրքիր զարգացումներ։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։